Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի տոնական պատարագի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված երկվորյակ եղբայրներին տեղափոխել են քննչական կոմիտե, որտեղ նրանց մեղադրանք կառաջադրվի։ Երեկ էլ իրավապահները խուզարկել են դպրոցականներ Դավիթ և Միքայել Մինասյանների բնակարանը։ Միջադեպի մասնակից եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը խուզարկության որոշման տեքստից ենթադրում է, որ անտեսելով բոլոր տվյալները, որոշում է կայացվել 3 ձերբակալվածների մասով էլ քրեական հետապնդում հարուցել։ Համաձայն որոշման փնտրում էին ուրեմն վարչապետի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված բռնության եւ խուլիգանության Գևորգ Գևորգյանի կողմից կազմակերպված, այս գործողությանը իրենց պայմանավորվածությունը հաստատող ինչ-որ փաստ էր։ Դա նաեւ դրա նախագծման եւ իրականացման վերաբերյալ ինչ-որ նախագիծ, պլան, այսպիսի բաներ։ Բնականաբար իրենք ուղղակի հանդիպեցին, ել եմ ասում, պատվոգրերի, գրքերի, լավ կլներ տենց կարդային, իրենց էլ էր դա պետք լինելու, կարծում եմ, գովասանագրերի, շնորհակալագրերի։ Երեկ ներքին գործերի նախարարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել ի պաշտպանություն ձերբակալված դպրոցականների։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Փաշինյանի թիկնապահների եւ քաղաքացիների միջև միջադեպ էր տեղի ունեցել։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։